Կեղծ խաղաղության գինը փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լոս Անջելեսում բնակվող սիրելի հայրենակիցներ, բաց մի թողեք հնարավորությունը ներկա գտնվելու մարտի 26-ին երեկոյան 7:30-ին Փասադենայի AGBU արվեստի կատարողական կենտրոնի սրահում կայանալիք պրեմիերային։ Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար Տիկին Վարդանյան։ Զրույցը ուզում եմ սկսենք Ալեն Սիմոնյանի լավատեսական հայտարարությունից։ Նա չի կարծում, որ Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրումը փակուղում է հայտնվել ու կարծիք է հայտնել, թե Հայաստանի կողմից այն ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարությունը մի փոքր անսպասելի է եղել Ադրբեջանի համար։ Սա իհարկե կարող էր ժպիտ առաջացնել, եթե չվերաբերեր մեր երկրի ապագային։ Իսկապես շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, եւ իսկապես Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի իրենց թիմի լավատեսությունը եւ ձեռքբերումները մեզ ուղղակի սպանում են։ Ես ուզում եմ հասկանալ, որ պահին են իրենք վերջը խոստովանելու, որ փակուղում են, այսինքն որ դագաղի վերջին մեխը մեխվի, երբ որ Երևանում բանան են, արդեն կառավարության շենքի կողքը Ռամիլ Սաֆարովներ հայտնվեն, որ պահին է հասկանալու, որ սա բանակցություններ չի, որ ընթանում են, չնայած չեմ կարծում հասկանալու այդ խնդիր ունեն։ Այս համաձայնագրի մասին անգամ ընդդիմությունը կարիք չունի որևէ բան հավելել, որպեսզի ցույց տա, թե ինչպիսի բանակցություններ են տեղի ունեցել։ Ընդամենը այն բանից հետո, երբ հայտարարվել է Ադրբեջանն է նախ էլի հայտարարել, Ադրբեջանն է մեզ տեղեկացրել բանակցությունների ընթացքի մասին, որ փաստաթուղթը համաձայնեցված է, Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով երկու պահանջ նախապայմանի տեսքով էլի հանրահռչակել են։ Դա սահմանադրության փոփոխության նախապայմանն է, ԵԱԿ Մինսկի խումբը համատեղ դիմել եւ լուծարելու նախապայմանն է։ Ինչ են համաձայնեցրել, ուզում ես հարցնես, էլի, եթե համաձայնեցրել են այս երկու հաջորդ նախապայմաններ, ոչ թե ինչի մասին է, այլ սա էլ են համաձայնեցրել։ Մենք բազմաթիվ անգամներ առիթ ենք ունեցել փաստելու, որ մի քանի մակարդակով են բանակցություններ լինում, դա գրավոր պայմանավորվածություններն են, բանավոր պայմանավորվածություններն են եւ այն օրակարգի կետերն են, որոնք Ադրբեջանը այդ երկուսից զատ առաջ է տանում, օրինակ ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մեզ ամենաթանկ գնով, ամենաթանկ շուկայական ամենաթանկ հնարավոր գնով, նկատի ունեմ անգամ ապա ռազմականացման խոշոր հաշվով պահանջը բավարարելով, երրորդ ուժի զորքեր տեղակայելու պահանջը բավարարելով, հայցերից հրաժարվելով Փաստացի Այլևի արյունոտ ձեռքերը լվանալով, որովհետև էթնիկ զտում իրականացնող միակ կողմը Ադրբեջանն է։ Դա էլ բավարարելով ուզում է մի հատ թուղթ ստանալ, որի վրա գրված է խաղաղություն, եւ տարական հարցի անգամ զիջումների մասին հարցին չէ։ Լավ, այդ թուղթը երաշխավորելու է խաղաղություն։ Ով կարող է երաշխավորել, որ այդ թուղթը ստորագրելու հաջորդ ամիսը, հաջորդ շրջանում չեն հարձակվելու։ Դա այդ հարցն էլ չեն կարող պատասխանել։ Արդեն այս փուլում Ադրբեջանը խոսում է ինտենսիվ իբրև թե գրակոծների մասին հայկական կողմից, իհարկե դրանք ապատեղեկատվություն են, բայց նաև մենք տեղեկություն ստացանք, որ հենց իրենք են գրակել եւ այդ տեղեկությունը իշխանությունը փորձեց հերքել ու եղան մարդկանց վկայությունները տեղում մարդիկ լսել էին այդ ձայները, այսինքն արդեն այս փուլից իբրև թե համաձայնեցված լինելու փուլից Ադրբեջանը շարունակում է այդ վախեցնելու հնարավոր էսկալացիայի, այսպես ասած, մահակը հայ հասարակության գլխին պահելու քաղաքականությունը եւ գումարած մի բան իշխանությունը ինչու չի բացահայտում այդ տեքստը։ Նախ էս ամբողջ բանակցությունները այո տեղ են ունեցել լրիվ գաղտնիության պայմաններում, ոչ թե գաղտնիությունը, գիտեք, բանակցությունները կարող են գաղտնի ընթանալ, դա նորմալ պրակտիկա կարող է լինել, բայց մենք հայտնվել ենք մի իրավիճակով, երբ որ բացառապես Իլհամ Ալիևից է մեր ժողովուրդը տեղեկություն ստացել բանակցային գործընթացի մասին։ Սա նորմալ է։ Մանավանդ թափանցիկության ու ժողովրդավարության բաստիոն հռչակած կառավարության դեպքում ես էլի առիթ ունեցել եմ ասել, մենք Ժնևում Նիկոլ Փաշինյանի սանհանգույցի ձևը եւ տեսքը գիտենք, ինչ են բանակցել եւ պայմանավորվել Ադրբեջանի հետ, չգիտենք։ Եվ երկրորդը
Այո, իմ մոտ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը շանս ունենա, եթե Ադրբեջանը հանկարծ հարձակվի, մեզնից տարածքներ օկուպացնի, մարզ օկուպացնի, ու Նիկոլ Փաշինյանը շանս ունենա դա թաքցնել, որպեսզի հանկարծ տպավորություն չստեղծի, որ իր խաղաղության օրակարգը կեղծ է, ինքը դա էլ կանի։ Այսինքն կապ չունի ինչքան են կրակում, կապ չունի կրակում են թե չէ, կապ չունի Ադրբեջանը ինչ պահանջներ է ասում, ինչ քարտեզներով է բանանում, հրապարակում, որի մի Հայաստանի տարածքների մեծամասնությունը իր տարածքում են գտնվում։ Կապ չունի այսինքն Ադրբեջանը ինչ ասում, Նիկոլ Փաշինյանը բացում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան, սա ծաղր է մեր ժողովրդի նկատմամբ, որովհետև էլի եմ կրկնում, անգամ Իլհամ Ալիևը ինքը չի կարող ասել, առավել եւս Նիկոլ Փաշինյանը, այդ որևէ թուղթ չի կարող խաղաղություն բերել, սա աքսիոմատիկ հազարավոր տարիներով ստուգված ճշմարտություն է։ Ես իրականում մի քանի կետ եմ ուզում կարդալ, ինչու են այս կետերը կարևոր, ես հենց նոր ուղղակի հիշեցի, որովհետև տեսեք, մեզ ինչ էին ասում, երբ որ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին մենք ներկայացնում ենք իրենց կառավարության ծրագիրը, որով 2021-ին եկել են իշխանության եւ ասում ենք, որ իրենք 180 աստիճան հետ են կանգնել այդ ծրագրից։ Այնտեղ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի Արցախահայերի իրավունքների հարցը, Մինսկի խմբի ձևաչափում բանակցելու խնդիրը, իրենք ասում են դե իրավիճակ է փոխվել, մենք իրավիճակով կողմնորոշվել ենք, ճկունություն ենք ցուցաբերել, եթե ճկունություն չցուցաբերեինք, դուք կգայիք մեզ կմեղադրեիք ճկունություն չցուցաբերելու մեջ։ Ես կարդում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության հատուկ հանձնարարությունով դեսպան Էդմոն Մարուքյանի 2022-ի մայիսին հրապարակած 6 կետերը, որը պաշտոնապես Հայաստանը ուղարկել է Ադրբեջանին, որ ի պատասխան Ադրբեջանի 5 կետի, որ ավելի վաղ հրապարակել էին, եւ այս կետերը են կետերն, որ իրենք ասում են, մենք այս կետերի շուրջ ենք բացառապես վարելու բանակցություններ։ Առաջին կետը ասում է ուղղակի, որ առաջարկները ստացել են, երկրորդ կետը, որ տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ չունի, դա Հայաստանի բոլոր իշխանություններն են ասել, ուղղակի ասել են, որ Լեռնային Ղարաբաղը Արցախի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի։ Տեսեք, երրորդ կետում ինչ է ասվում. հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը 2022 թվականի մայիսին, երբ որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել էր։ Այդ վերջնական կարգավիճակը Ադրբեջանի մաս կազմում։ Ոչ, անվտանգության երաշխավորման եւ հարգման։ Իրենք այդ ժամանակ արդեն ասում էին, որ դա Ադրբեջանի տարածքում չի կարող լինել։ 4-րդ կետը ավելի հետաքրքիր է, քան 3-րդ կետը։ Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահ վարչապետ ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը։ Այսինքն հղում է կատարվում փաստաթղթերի կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած, որտեղ իդեպ Արցախայրի վերադարձի իրավունքը ամրագրված է, արտացոլված է։ Այս 4-րդ կետը որևէ կերպ արտացոլված է ձեռք բերված պայմանագրում, ոչ։ Արցախի հարցը որևէ կերպ ամրագրված է ձեռք բերված պայմանագրում, ոչ։ 6-րդ կետը համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Սա անդիմության հրապարակած կետերը չեն։ Սա անդիմությունը անգամ չի պահանջել։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության 2022 թվականի մայիսին, երբ աշխարհաքաղաքական այդ փոփոխությունները, որոնց մասին իրենք խոսում էին, տեղի էին ունեցել, փաստորեն նստել են, գնահատել են իրավիճակը, այս 6 կետի շրջանակներում են ասել, որ մենք բանակցություններ կվարենք։ 6 կետից, որը որ կոնվենցիայի հղում չի, որևէ մեկը արտացոլված չի բանակցություններում։ Հիմա այս մարդիկ իրավիճակ գնահատել չգիտեն, թե պաթոլոգիկ սուտասաններ են, որոնք ըստ իրավիճակի ուղղակի տեսնում են հանրային տրամադրությունները ոնց են, խոստանում են դա անել ու գնում են լրիվ հակառակ գործում են օրվա իներցիայով, օրվա հրամայականով, ինչպես ասացիք, հանրային տրամադրություններով, բայց հիմա հանրային տրամադրությունները բոլորովին այլ են, քան նույն 22 թվականին, երբ որ նրանք այդ կետերը հրապարակում էին։ Հիմա Նիկոլ Փաշինյանին երևի շատ քիչ մարդ է հավատում, միգուցե իր թիմակիցներն էլ արդեն չեն հավատում, որովհետև նա ինչ ասում է, անում է հակառակը, նա ինչ քայլ անում է, վերջում դա ձախողված է դուրս գալիս եւ մենք չենք կարող առանձնացնել մի ոլորտ, մի խնդիր, նույնիսկ այս մեծ գլոբալ հարցը, եթե մի կողմ դնենք, անգամ վերցնենք ֆուտբոլը վերջին օրերին մեր հասարակության այդքան բորբոքել էր, ամենուր ձախողում է ու այդ ձախողումը տոտալ է ու խայտառակ։ Ես էլի եմ ասում, եթե
ինձ օրինակ խնդրեն նկարագրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեկ բառով, դա ճգնաժամաստեղծ կառավարություն է, ճգնաժամ բոլոր ոլորտներում։ Մենք գործ ունենք անվտանգային ճգնաժամի հետ, ենթակառուցվածքների ճգնաժամի հետ, կառավարման ճգնաժամի հետ, Երևան քաղաքում ճգնաժամ է լինում, ձմեռը ձյուն գալը։ Դա ճգնաժամ է առաջացնում, բայց ինչպես է սա ներկայացվում մեր հանրությանը, մենք օրվելյան իրականության մեջ ենք, երբ որ պարտությունը հաղթանակ է։ Նույն 2050 թվականին խոսում են Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի չեմպիոն լինելու, աշխարհի չեմպիոն կամ մրցաշարին մասնակցելու մասին, տեսնում ենք այն պատկերը, որը ունենք։ Ես հիմա ազգային ժողովից եմ գալիս, այստեղ նիստերում ընդդիմության բերած օրակարգի կետեր, նախագիծեր, որով տեսեք ինչ հետաքրքիր է, մենք վերցրել ենք իրենց նախընտրական խոստումը, կառավարության ծրագրում ամրագրված, որ նվազագույն կենսաթոշակը պիտի համապատասխան լինի նվազագույն պարենային զամբյուղին։ Հիմա եթե նվազագույն թոշակը 33,000 դրամ է, այս օրենքով, որոնք իրենք են խոստացել, գիտեք, անգամ մենք չենք խոստացել, շուրջ 10,000 դրամ եւ ավել պիտի բարձրանա եւ դրանք պիտի իրար հետ հավասար գնան, այսինքն եթե թանկացումներ են լինում, ինֆլյացիա է լինում ու այն պարենային զամբյուղը նվազագույն, դա այն զամբյուղն է, որ մարդուն անհրաժեշտ է սոված չլինելու համար։ Եթե դա թանկանում է, նվազագույն թոշակը պիտի գա դրան համապատասխանի։ Այդ վերել ենք, ասում ենք, ձեր խոստումն է, չէ՞ որ ասել եք, ասեք կանենք, ասել եք, դուք եք ասել, 500,000 մարդու խոստում եք տվել, արեք, ասում են սա չի կարող օրենքի նախագիծ լինել։ Ինչու՞։ Սա չի խոստում ենք, բան է, սա կառավարության ծրագրում ամրագրված է, մենք մինչև 2025 թվականը ժամանակ ունենք, դե կանենք։ Բարի ցանկությունների դաշտից։ Եվ ինչ ասում, սա օրենքի նախագիծ չի կարող լինել։ Ինչի օրենքի նախագիծ չի կարող լինել, որտեղ ձեր վրա կոնկրետ պարտավորվածություն է սահմանում։ Դե բյուջեում խնդիր ունեն, Տիկին Վարդանյան, այսօր Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացուն, ինչպես ինքն էր ասում, տուգանքի մատերիալ է սարքել, տարբեր հարկային բեռ է ավելացնում, տարբեր հարկատեսակներով տուգանքներն է խստացնում, հերոս է հռչակում հարկ վճարողին, մտնում է քաղաքացու գրպանը, բյուջեն լցնելու խնդիր ունեն, ինչով անեն։ Մենք ըմբռնումով պիտի այդ մասին մոտենանք այն առումով, որ ոչ թե պիտի դա հասկանանք, նկատի ունեմ, բա ինչ պիտի անեն։ Եթե դու որևէ արտադրություն չես հիմնել, որևէ խոստում տնտեսության վերաբերյալ, որ պիտի զարգացնես, օտարերկրյա ներդրումներ բերես, չես իրականացրել։ Միակ օտարերկրյա ներդրումը խոշոր որ բերել ես, ստիպված ես եղել տեղափոխել երասխում գործող գործարանը, որտեղ Ադրբեջանը կրակում էր, եւ գիտեք, որ տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետբյուջեի հաշվին է եղել։ Այսինքն, բա ոնց պիտի լցնես բյուջեն եւ 10 թոշակ հալանածը ճակերտների մեջ հետ է բերում, որոշ դեպքերում նվիրատվություններ այդ էժանագին ստատուսները ամենօրյա ռեժիմով այդպես պարտաճանաչ հրապարակում է, հույս ունի, որ ինչ որ շերտ դեռ դրան հավատում է։ Ոչ թե ավարտենք նկատի ունեմ բյուջեի մասը, բյուջեն լցնելու իսկապես խնդիր ունի, եթե տնտեսությունը չես զարգացրել, Նախորդ 2 տարին պատահական գործոնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի ճգնաժամ, այդ հարաբերությունների ճգնաժամում պատերազմական գործողություններով պայմանավորված է քո տնտեսական աճը եղել։ Հիմա եկել ես անգամ 5.1%-ի տնտեսական աճ ես խոստանում, որը ավելի ցածր է, քան դու երբ եկել էիր իշխանության 18-ին, եւ քո տնտեսությունը խոշոր հաշվով գլորվում է անդունդը ու անվտանգային ոնց որ անվտանգային համակարգ Հայաստանի քանդվում է նաեւ տնտեսական համակարգը։ Բայց ինչ պիտի անես։ Սուրճ տրամադրող այդ ապարատներից սկսած, աղբի միջև սպասարկման գումար, միջև տրանսպորտ, բոլոր տեսակի ծառայություններ մատուցող ոլորտներ, գույքահարկ, բոլոր հարկերը փաստացի բարձրացել են։ Լավ, եկամուտները բարձրացել են, իսկ մարդկանց դուք նկատել եք, որ Երևանը դարձել է շատ թանկ քաղաք ապրելու համար։ Շատ թանկ։ Հիմա միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարող բավականացնել Երևանում ապրելու համար։ Լավ, եթե այսքան աճում է ամեն ինչ, բայց եկամուտները ոնց ու երբ պիտի աճեն, թե մենակ իշխող ուժի ներկայացուցիչների եկամուտների ու պարգևավճարները պետք է աճեն։ Այսինքն բոլոր տեսակ հարկերը պետք է ավելացնեն, որպեսզի կարողանան տարական տարվա վերջում լուծել կենսաթոշակի աշխատավարձի հարց։ Այս է այն քաղաքականությունը, որը վարում են։ Ես կարծում եմ, որ այդտեղ նաև դերակատարություն ունի 26-ին նախանշված հերթական ընտրությունները, որքան մոտենանք այդտեղ, այնքան կարող են պոպուլիստական նախագծերը լինել, կարող են անգամ ինչ-որ կենսաթոշակների բարձրացման նախադեպ լինել, նախադեպ չէ, այսինքն էլի
փորձեն ավելացնել, որպես ընտրակաշարք մատուցել ժողովրդին։ Ընտրակաշարք, օրինական ընտրակաշարքի ձև են գտել։ Թալանի վերաբերյալ այդ քյաբաբ, ռենջ հետ բերելու մասով, էլի որքան մոտենան 2026-ի ընտրությունները նախանշված, այնքան մենք քրեական գործեր ենք տեսնելու, ամենաանհավանականները, որտեվ էլ ինչ է մնացել այս մարդկանց խաղաքարտ։ Բայց ես մի հատ տվյալ ասեմ, էլի, ընդհանրապես մի տվյալ Նիկոլ Փաշինյանի 2026-ին նախատեսված բյուջեով։ Ըստ այդ բյուջեի Վահագն Խաչատուրյանի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու աշխատակազմի համար մենք ամեն օր տալիս ենք շուրջ 11-ից 12,000 դոլար ամեն օր։ Այդ մարդու չգիտեմ ինչի համար, բացիկներ գրելու, շնորհավորական, ինչ-որ սելֆիներ անելու հուղարկավորություններին, մշակութային ամենաթանկ երևի գործիչն է։ Հիմա այդ մարդը չաշխատի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է ոչինչ հետ չբերել։ Իր միջև հիմա հետ բերածը, անգամ այդ մարդու երևի 2-3 մի շաբաթվա աշխատավարձն է կազմում։ Ու տեսեք, այս ֆոնին Տիկին Վարդանյան արցախահայերին տրվող այդ չնչին գումարները արդեն ապրիլից դադարեցվելու են եւ առանձին խմբերին են բաշխվելու, խոսքը բնակվարձերի փոխհատուցման 50,000-ների մասին է, որը ուղղակի այդ մարդկանց անելանելի վիճակում է հասցնելու։ Ի սկզբանե 2023-ի էթնիկ զտումից հետո ոչ թե որդեգրվել է արցախահայերին ամեն գնով Հայաստանում պահելու, ամեն գնով նրանց իրավունքները պաշտպանելու եւ մի օր պահելու այդ վերադարձի տեսլականը ու դրան պատրաստ լինելու քաղաքականություն, այլ որդեգրվել է պարզապես սոցիալական բունտը ամեն կերպ լրացնելու, հնարավորինս կախվածության մեջ դնելու քաղաքականություն, դրա համար այդ ծրագրերը սկզբից շատ առատ էին եւ այդ ամսական օգնությունները նաեւ այլ օգնության ծրագրեր հիմա երբ իրենց գնահատմամբ այդ վտանգը անցել է սոցիալական բունտի եւ բողոքի ձայնի արտահայտման իրենք բնականաբար իրենց համար առաջնահերթություն չէ ոնց որ բանակցություններում առաջնահերթություն չէ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը նույն կերպ երկրի ներսում եւ դրա համար էլ այո մարդկանց ովքեր կորցրել են ամեն ինչ Եվ անհավանական պայմաններում են եկել։ Գիտեք, մենք այդ մարդկանց ոչ միայն ամսական գումար պետքա տանք, այլ այնքան հարց կա, որ պետքա լուծենք առողջապահականից սկսած, մինչև հոգեբանական, մինչև բնակարանային ապահովում, եւ դա մտածված, ծրագրված ու տեսլական ունենալով, որ իրենք պիտի վերադառնան մի օր Արցախ։ Դա առանձին պետական հոգացություն է պահանջում։ Դրա մասին այս թաղամասերի կառուցումից սկսած մինչև քաղաքներ եւ գյուղեր։ Կարելի է ուղղակի մոռանալ, որովհետեւ նրանք Արցախ բառից սարսափում են, վախենում են, իրենց խոսնակներ չեն ներողություն խնդրում ուղիղ եթերը։ Դե որտեղ պարտավորություն են ստանձնել, չէ՞, Ալիևի արչեւ հիմա գնում են այդ մարդկանց անգամ ամսական 50,000 դրամը պատկերացրեք ամեն ինչ կորցրած ընտանիքի մարդու ամսական 50,000 դրամը մանանելու, կրճատելու, այլևս տրամադրելու ճանապարհով։ Դրա համար ամսի 29-ին նախատեսված է բողոք, ամեն կերպ մենք էլ մեր աջակցությունը հայտնում ենք, կարծում եմ վստահ եմ ներկա ենք լինելու, որովհետև գիտեք դա նվազագույն է նախ որ կարող ենք անել եւ երկրորդը այս բոլոր հարցերը ունեն հստակ հասցեատեր։ Գործիքակազմը, որը ունի որևէ մեկը հարցերը լուծելու գտնում են կառավարության շենքում, կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի ձեռքում։ Այո, հետևապես այս հարկեր ենք տալիս, աշխատում ենք, ամեն ոլորտը ցախողել են, իրենց բարեկեցությունը շեշտակի աճել է, իրենց անվտանգությունը շեշտակի աճել է, սովորական քաղաքացիների հետ տեղի ունեցել ճիշտ հակառակը։ Դրա համար այո, պահանջները պետք է ուղիղ ու հստակ ներկայացնել իրենցից։ Որքան շատ խնդիրների հանդիպող մեր քաղաքացիները սա հասկանան եւ իսկապես վերջերս այս առումով փոփոխություն եղել է, այդտեղ էլ մենք դերակատարություն ունենք ամեն կերպ իրենց ձայնը ավելի հնչեղ դարձնելու արցախահայերի նկատմամբ հատկապես հաշվի առնելով այն ինչով իրենք անցել են։ Պետք է պարտադրել այս փուլում առնվազն մինչև իրենց փոփոխության հասնելը անել պարտականություններ է, սա լավություն չի որ իրենք անում են, սա պարտականություն է։ Եթե դու հրաժարվում ես պարտականությունները կատարելուց, այսինքն անվտանգությունը չես ապահովում մարդկանց, 120,000 մարդ Հայաստանի քաղաքացիություն ունեցող դու իրենց անվտանգության հետ կապ չունես, անձնագրերը չես ընդունում, սոցիալական հարցերը չես լուծում, ասում ես մյուս քաղաքացիներին աղքատությունը ձեր գլխում է, գնացեք աշխատեք, լավ կապրեք, բայց ինչի համար է այդ իշխանությունը։ Ինչի համար պարգևավճարների դա ուրեմն պիտի դուրս գան
եւ այդպես ասեն, որ մենք իշխանության ենք եկել ոյաժների, պարգևավճարների, պատավատների համար, անձնական խոհարար ունենալու համար, լավ կոստյումներ հագնելու համար։ Տիկին Վարդանյան, եւ անդրադառնանք քրեական գործիքակազմը կրկին գործի դնելու Նիկոլ Փաշինյանի այսպես մարտավարություն ասենք, թե ձեռագիր ասենք, վաղը գլխավոր դատախազը գալու է խորհրդարան երկու հարցով, նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանի եւ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործերով, ինչպիսին է այստեղ Հայաստան խմբակցության դիրքորոշումը, արդյոք մասնակցելու եք նիստերին ու առհասարակ ինչպես է գնահատում սա։ Ես էլ եմ ասում, որքան մոտենան 26-ի ընտրությունները, շոուները շատանալու են, ականատեսնենք լինելու դրանց, մենք բնականաբար դիրքորոշում ունենք այս երկու հարցերով, որովհետև ասելիքն էլ է շատ, նախ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանը ուղերձով կոչով դիմել է կոչ անելով երկու խմբակցություններին, մաս չդառնալ են ներկայացմանը, որը պատրաստվում է բեմադրել, մենք այդպիսի նախադեպ ենք էլի ունեցել, մենք բնականաբար գործելու ենք, այսինքն ասալու ենք այդ կոչին եւ համապատասխան են Տարոն Մարգարյանի դեպքում ոչ Հովիկ Աղազարյանը որ ինքը մասնակցելու է եւ նման կոչով հանդես չի եկել սա փաստորեն առիթ է որպեսի դատախազինով Նիկոլ Փաշինյանի օգնական դատախազինով զեկուցում էր Նիկոլ Փաշինյանին եւ գալու է հերթական ոչ իշխանական ներկայացուցիչի հետևից հնչեցնելու այն բոլոր հարցերը եւ ներկայացնելու այն բոլոր փաստերը որոնք այս ընթացքում նաեւ կուտակվել են եւ բնականաբար առիթ է նաեւ խոսելու նրանից ինչ կատարվում է տեսեք Հովիկ Աղազարյանը խմբագրում էր քրեական գործերը։ Այո, Հովիկ Աղազարյանին պաշտպանելու խնդիր չկա այստեղ։ Այդ դրա մասին չէ, ոչ էլ որևէ մեկը տրամադրված է, հատկապես այն հայտարարությունները, որ անում է, այսինքն իր անցած ճանապարհի ու սխալների համար զղջում չկա։ Խնդիրը այլ հարցի մեջ է։ Հովիկ Աղազարյանը հանցագործ դարձավ, երբ Նիկոլ Փաշինյանի SMS-ը մերժեց, այսինքն չկատարեց հրահանգը, այդ միայն այդպես է բանանում հանցագործ դառնում, իսկ մնացած ԿՊԱ-ականները չեն մտածում, որ իրենք էլ մի օր կարող է ստանան այնպիսի SMS, որ չկարողանան կատարել, ինչ հանցագործ են դառնալու, բոլորը իրենց հետևից էլ է դատախազը գալու, ես վստահ եմ, որ Հովիկ Աղազարյանը այդ թիմի ամենալուրջ հանցագործը չի, ամենաշատ օրենք խախտած մարդը չի, իսկ մենք խոշոր ոչ միայն խոշոր, այլ նաև շատ ավելի վատ գործողություններ իրականացրած։ Իսկ մենք երբ ենք տեսնելու դրանց պատասխանատվություն, չենք տեսնելու այս իշխանության։ Ես ուղղակի ուզում եմ այդ տարանջատված մոտեցումը ցույց տալ եւ հիշեցնել, որ այդ մարդուն մեղադրում էին պետական դավաճանության համար։ Հիշում եք ինչ հայտարարություններին այն, այ դուք կտեսնեք, հետո դուք էլ կփոշմանեք, կուզենաք գնալ նրան խեղդել։ Նա բարձում է մի քանի հազար դոլարի պատմություն է։ Ոչխարների պատմություն։ Էլի ես չեմ խորանա այդտեղ որ գուցե արել է, գուցե չի արել, բայց պետական դավաճանության համար էին մեղադրում։ Հետո ինձ հետաքրքիր է, այսինքն մեզնից, մեր հեռուստադիտողներից քանիսը իրենց թույլ կտան այլ մարդու հեռախոս մտնել եւ կարդալ նամակագրությունը։ ԿՊ վարչությունը տպվել ու բաժանվել է իմ մոտ անգամ տպավորությունն է, որ այսպես պրեզենտացիա են արել, ցուցադրել է սլայդերով։ Տիկին Վարդանյան այդ մարդու ձեռագիրն է եղել իր ողջ կենսագրության ընթացքում։ Այսինքն այստեղ զարմանալու ոչինչ չկա։ Բնականաբար զարմանքի մասին չէ, բայց սա այլ առիթ է ցույց տալու ինչպես է կառավարում իշխող թիմը, ինչ արժեքներ ունի, ինչ արժեհամակարգի կրող է։ Ես տեսեք, այստեղ մի բան էլ ասեմ, նույն գրեթե զուգահեռ ընդդիմադիր խմբակցությունից ֆրակցիայից падգամավոր հեռացավ եւ դա նաեւ տեղ ունեցավ, այո, իշխանական թիմից։ Տեսեք, էլի մոտեցումների տարբերությունը։ Իսկապես այդ որ հարցնում ենք այլ ընտրանք հələ որն է տարբերությունը ամեն դրվագում մենք դա տեսնում ենք բայց բաստիոնը իրենք են նախին կոռումպացվածը եւ ոչ ժողովրդավարությունը որտեղ շեֆի հրամանը չկատարելու համար անձնական նամակագրություն է անգամ հրապարակվում եւ դատախազը գալիս է իր հետևից թե այնտեղ որտեղ երբ ուղիները տարանջատվում են հարգելով մարդու արժանապատվության, պատվի իրավունքը, ուղղակի ուղիները ֆիքսվում են, որ բաժանում են։ Տիկին Վարդանյան, գիտեմ, որ այդ դեպի Եվրոպա գնալու անդամակցության օրինագիծը նորից գալու է խորհրդարան, կարծես հետաձգել էին երկրորդ ընթերցումը ու հիմա նորից առաջ են մղում։ Սա ինչով եք պայմանավորում հաշվի առնելով նաև այն խոսակցությունները, մամուլի տեղեկությունները, որ իշխանությունը հրահանգել է բոլոր գերատեսչություններին Ռուսաստանի հետ փորձել կամուրջները վերականգնել, մասնակցել բոլոր միջոցառումներին, իսկ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղղակի բառացիորեն հայտարարել է հո
հավերժ ինչ որ լարվածություն չէինք պահելու Ռուսաստանի հետ, հա, անդրադառնալով այդ հարցերին, այսինքն նախ խոստովանում է, որ իրենք ինչ որ արհեստական լարվածությունն էին ստեղծել։ Առաջինը դա պետք է արձանագրել, այսինքն ֆիքսում են, խոստովանում են, որ կամուրջներ են այրել, լարվածություն են ստեղծել, այդպես լավ չի, թող Չինաստանն էլ միանգամից պատերազմ հայտարարեին, դա կլիներ ինքնիշխանության գագաթնակետ, եթե ինքնիշխանությունը հիմար հայտարարություններով են չափվում։ Եվ էլի ամեն անգամ տեսնում ենք մենք այդ քամի որ կողմից փչի, որը կօգնի իշխանություն պահպանել, հավատարիմ են այդ գծին։ Միակ մնայունը, որը չի փոխվել, հավատարմությունն է Ալիևի եւ Էրդողանի պահանջներին։ Եվ երբ ասում են ԵՄ ենք գնում, վերադառնալով նախագծին, սա ծաղր է մեր ժողովրդի նկատմամբ ուղղակի։ Որովե նախադեպ չունենք, որ ԵՄ-ն իր հետ սահման չունեցող երկրի հետ անդամակցություն է իրականացրել։ Եվրոպայից մեզ ասում են, որ Եվրոպայի անդամակցության ընդլայնման գործընթացը կանգ է առել։ Իրենք արդեն շատ խնդիրներ ունեն, այս 27-ով չեն կարողանում որոշումներ կայացնել եւ երկար ժամանակ առնվազն ընդլայնում դեռևս տեղի չի ունեցել։ Բայց մեզ տանում են այնտեղ, որտեղից ետ են գալիս մարդիկ արդեն։ Իդեպ ընդ որում երեք էլ, եթե չեմ սխալվում, փոխարտգործ նախարարն էր, չէ, խոստովանել, որ գոնե այդ վիզաների ազատականացման այդ քայլը, որին այդքան միգուցե սպասում է մեր հասարակությունը, մոտ ապագայում կարծես թե չի լուծում, ըստ էության անուղղակի խոստովանել էր, որ հույս չունենա։ Իրենք ունեն գործիք, որով կարող են մեր ժողովրդին իսկապես ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման մասով հետաքրքրող ամեն ինչ իրականացնել։ Նախ վիզաների ազատականացման, հարցը լուծել, բանակցություններ սկսել եւ իսկապես ազատականացրել։ Որևէ խնդիր չկա, այո, մենք էլ ենք դա ուզում, որ մեր քաղաքացիները հնարավորինս հեշտ պայմաններով, եթե հնարավոր է առանց վիզայի, գնան Եվրոպական միություն։ Իրենք ունեն գործիք, որտեղ կարող են Եվրոպական միության հետ նաև տնտեսական առումով բարձրացնել չափանիշները եւ համապատասխանեցնել մակարդակը եւ որակը Եվրոպական միության շուկային։ Իրենք ունեն նաև գործիք, որտեղ անվտանգության առումով կարող են համագործակցել։ Այս ամբողջը մի պայմանագրի մաս է, որը կոչվում է SEPA, եւ որը իրենք չեն իրականացրել։ Եվ դրանից բացի ուրիշ բան այստեղ որն է կարևոր, Եվրոպան չի էլ առաջարկում։ Հիմա սա ինչ որ մեզ առաջարկում է, ոչ թե արկածախնդրություն է, սա էլի ցնորական երազի վաճառք է մեր ժողովրդին, հաշվի առնելով, որ այո, կա մի մաս, որը կնախընտրեր օրինակ ապրել Բելգիայում։ Այո, կուզենար այդ պայմաններում ապրել։ Ով չէր ցանկանա ապահով երկրի քաղաքացի պես ապրել։ Այդ պայմաններում, այդ տնտեսության վիճակում, բայց որոշողը միշտ աշխարհագրությունն է, տարածաշրջանն է եւ քո մանա նաև տնտեսությունը, տնտեսական կապերը։ Հիմա մենք էս ենք ասում այս նախագծի։ Համար սա կեղծ օրակարգ է։ Մենք արդեն առաջին թերթմանն հայտարարել ենք, որ քվեարկությանը դրա համար չենք մասնակցելու, որովհետև եկեք քննարկենք Հայաստանը քվեարկության դնենք Հայաստանը Մարս տիեզերագնաց պետք է ուղարկի, թե պետք չէ ուղարկի, կամ Հայաստանը պետք է օրինակ անդամակցի բանին, ՆԱՏՕ-ին, թե չպետք է անդամակցի։ Դնենք այդտեղ կարող է ասեն եկեք քննարկենք։ Սրա մասին այսինքն խոսքը անիրատեսական օրենքի նախագծեր, որը եթե ֆիքսում ես, որ բնակչության մի մասի մոտ կան այդպիսի դրամատրություններ, բերել թղթի վրա գրել եւ ժողովրդին հրամցնել որպես օրակարգ։ Ականջահաճո, որովհետեւ ականջահաճո օրակարգ, որովհետեւ ձեռքբերումներ էլ չկան, հասկանում եք, ուրիշ բան չկա, որով պիտի հպարտանան, էլի եմ ասում, տնտեսական աճը, անվտանգային ձեռքբերումները, Ադրբեջանի հետ բանակցությունները, ինչ պիտի ասեն Ալիևի Հակով սահմանադրություններ կառում, ոչինչ չունի իշխանությունը ըստ էության ցույց տալու։ Բացի խաբելուց Ադրբեջանի հետ պայմանագիրը սպիտակ թուղթը, որի վրա պիտի գրի խաղաղություն եւ ինչ որ օրենքի նախագիծ, որով պիտի ասի ես դեպի ԵՄ եմ գնում։ Ոչ վարքագիծը, ոչ տնտեսությունը, ոչ աշխարհագրությունը չի համապատասխանում այդ ուղղությանը, դրա համար սա իսկապես եթե ելի եմ կրկնում, այսքան ողբերգական ու արկածախնդիր չլիներ, ծաղր էր, իրենք ԵՄ ասելով ի վերջո ավելի խորը հայտնվում են Թուրքիայի ու Ադրբեջանի գիրկը։ Եվ վերջում Տիկին Վարդանյան Գյումրու ընտրություններն են առջևում, բավականին թեժ է պայքարը եւ բավականին սուր ու երբեմն զավեշտալի են հայտարարությունները իշխանության ներկայացուցիչ իշխանական թևից, օրինակ դրանցից մեկը ձեր գործընկեր Գառնիկ Դանիելյանին էր առնչվում, որին կարծես թե Գյումրիում չեն ուզում տեսնել, հայ ԿՊԱ-ականները չեն ուզում տեսնել։ Ես միայն ասեմ, որ այս ընթացքում Կապանից մինչև Արարատի մարզ բոլոր ԿՊԱ-ականները անգամ հիմա նիստին բացակայում են Գյումրիում եմ գտնվում օրերով եւ ԿՊ տեխնացուն ուղղակի երեք հայտարարել էր շշտելով կուսակցական պատկանելիությունը, թե
Դաշնակցական Գառնիկ Դանիելյան ինչ գործ ունի ԿՊ-ում, ինչ գործ ունի Գյումրիում, այդպես էլ բան է առաջանում տպավորություն, որ եթե հանկարծ ինքը ընտրվի, որը չեմ կարծում որ կլինի, բայց եթե ինքը ընտրվի, բանը Գյումրի մուտքը սարքելու է ԿՊ անդամատոմսերով, Գյումրին մենակ ԿՊ-ականների համար պետք է լինի, իսկ Գյումրի ընտրությունները չափազանց կարևոր են առաջիկա քաղաքական զարգացումների համար, կարևոր է որպեսզի այդտեղ քաղաքացիական պայմանագիրը չկարողանա ձևավորել իշխանություն, ընդդիմադիր ուժերը դա անեն, դրա համար առաջինը շատ կարևոր է մասնակցությունը ընտրություններին եւ կարևոր է քվեով մերժել ԿՊ-ին, այսինքն ձայնը որևէ պարագայում չտալ իշխող քաղաքացիական պայմանագրին, որտեղ էլ եմ կրկնում, դա ճգնաժամաստեղծ ուժ է։ Բոլոր առումներով քաղաքային կառավարումից մինչև անվտանգություն խոստումները տապալած հակառակ հոգու թշնամու գործած ուժ է, որին պետք է բոլոր մակարդակներում մերժել։ Այստեղ բավական թվով ընդդիմադիրներ հստակ իրենց դիրքորոշումներով մասնակցում են ընտրություններին։ Մենք էլ ենք կուսակցությունը, որ ես եմ ներկայացնում, հայտարարությունով արդեն ասել է, որ կոչ է անում իր հետևորդներին ձայնը տալ ընդդիմադիրներին եւ բոլոր նրանց, ովքեր հրապարակային մերժել են ԿՊ-ի հետ համագործակցությունը եւ պատրաստակամություն են հայտնել հետընտրական process-ում, եթե չհաջողվի 50+1 ունենալ, միանալ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր տեխնացուին, որպեսզի ճգնաժամել չունենանք, ինչպես օրինակ Երևանում ունեցավ, այո, ինչպես Երևանում դա տեղի ունեցավ 9% ստացած քաղաքացիական պայմանագիր ունեցավ քաղաքապետ, մենք գործընկերներով լինելու են Գյումրիում այդ օրը, նաև ամեն կերպ հսկելու ենք, որպեսզի քաղաքացիները ազատ կամ արտահայտություն ունենան, որովհետև տեսնում ենք, որ այս օրերին ոստիկանական ուժերով, ռեպրեսիվ մեթոդներով ամեն կերպ ճնշումներ են փորձում գործադրել։ Անկամ բանակի մասին է խոսքը։ Տարբեր տեղեկություններ, այդ թվում նաև մեզ քաղաքացիներն են ահազանգում, ուղղակի կոչս է, որպեսզի որևէ մեկը չի կարող ձեր ընտրության արդյունքները ստուգել։ Դուք ազատ եք եւ որևէ մեկին թույլ մի տվեք, որ այդ վախի մթնոլորտը ձեր վրա ազդեցություն ունենալ, ազատ օրեն ընտրեք, ձեր ձայնը տվեք այն տեխնացուին, որին դուք եք ինքներդ ցանկանում, հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ունեն, որովհետեւ իրենք ձեր տված ձայնը մեկնաբանում են Գյումրիում հաղթանակը քաղաքացիական պայմանագիրը մեկնաբանելու է որպես իրեն նոր լեգիտիմություն Փաշինյանի վստահության, այո, Փաշինյանի վստահության միատել դրվագ եւ նոր մանդատ իրականացնելու են ամեն ինքը պատրաստվում է իրականացնել դրա համար ձեր քվեով հայտնեք որ դուք համաձայն չեք դրա հետ մենք նաեւ Կիրակի օրը այնտեղ ենք լինելու եւ ամեն ինչ առնելու ենք մեզնից կախված օրինականության շրջանակներում որպեսզի մեր քաղաքացիները ազատորեն ընտրատեղամասերում արտահայտեն իրենց դիրքորոշումը Շնորհակալ եմ զրույցի համար, հարցազրույցին սպասեք վաղը։